դու Ղարաբաղը ճանաչեցիր Ադրբեջան, դրա համար ես էլ ճանաչեցի։ Մեղավոր էր նաև Աննա Հակոբյանը, բայց Նիկոլ Փաշինյանը մեղավոր չէր, չեմ տեսել, ես չեմ լսել, ես չգիտեմ ինչ եղել։ Հայաստանն էր Արցախի անվտանգության երաշխավորը, չսափրված, չլվացված, ժողովրդի ծոցից դուրս եկած իրեն չէին ընդունում, իրեն չէին հարգում, իրեն չէին սպասում։ Դա կլինի սրճարանում, դա կլինի մետրոյի վագոնում, սա սադրանք էր, կազմակերպված, զավակները ծնողների հետ չեն խոսում, ծնողները զավակների հետ չեն խոսում։ Նիկոլ Փաշինյանը այլևս չի զբաղեցնելու երկրի ղեկավարի պաշտոնը, 70% խփելու է, հələ դուք էլ սկի անցողիկ շեմը չեք հաղթահարելու։ Ես անձամբ սարսափում եմ Անեն Սիմոնյանից։ Այդ ջրափոսերի մեջ Նիկոլ Փաշինյանը պալմաներ է աճեցնելու։ Շուրջ, եթե չենք անցնում, ինչի խառնվել իրար, օրինականացված ընտրակաշառք։ Հետո պարզելու ենք, որ շատ ավելին են իրենք թալանել։ Ժողովրդին տալու փոխարեն իրար մեջ են բաժանում։ Չունեն 50+ ձայն։ 2 ամիս հետո ինքը դառնալու է նախկին։ Միասին կարող ենք։ Փաշինյանը գնաց Մոսկվա, որտեղ չարժանանալով լավ ընդունելության, նաև արեց խնդրահարույց հայտարարություններ, մասնավորապես ՌԴ նախագահին ասաց՝ դու Ղարաբաղը ճանաչեցիր Ադրբեջան, դրա համար ես էլ ճանաչեցի։ Այստեղ ինչ խնդիրներ եք տեսնում այս հայտարարության մեջ։ Նախ ընդունելության մասով, եթե լսենք Նիկոլ Փաշինյանին եւ չհավատանք մեր աչքերին եւ ականջներին, ապա հրաշալի ընդունելության արժանացել հայ-ռուսական հարաբերություններն էլ երբեք այսքան լավ չեն եղել, ոնց որ հատկապես վերջին այցից հետո էր։ Դա մեկ մյուս հայտարարության հետ կապված, մյուս հարցի ձեր հետ կապված, որ Պուտինին ասում է, որ դու ճանաչեցիր Արցախը Ադրբեջանի կազմում, դրա համար ես էլ ճանաչեցի Արցախը Ադրբեջանի կազմում։ Եկեք մի հատ վերհիշենք, ով է Վլադիմիր Պուտինը։ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի նախագահն է, եթե չեմ սխալվում։ Ով է Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության վարչապետն է։ Հայաստանի Հանրապետության, որը Արցախի անվտանգության երաշխավորն է։ Եվ այդ մասին հիշատակում 2021 թվականի քարոզարշավի ժամանակ իրենց նախընտրական ծրագրում արել է նույն քաղաքացիական պայմանագիրը Նիկոլ Փաշինյանը։ Խոսում էին նաև Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիայի մասին, նույն ըստ էության ռետորաբանությամբ էին քարոզարշավը իրականացնում, ինչով որ 2019 թվականին, մի քիչ ավել, մի քիչ պակաս, Նիկոլ Փաշինյանը Արցախում հայտարարում էր, որ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Հիմա ստացվում է, որ երկիրը, որի վարչապետն է ինքը, իր գործողությունները համեմատում է երրորդ երկրի ղեկավարի գործողությունների եւ քայլերի հետ, դրանով փորձելով հիմնավորել եւ արդարացնել իր քայլերը, իր սխալները եւ իր մեղավորությունը ստեղծված իրավիճակի մեջ։ Ես չգիտեմ Վլադիմիր Պուտինը ինչ է հայտարարել, կամ Թրամփը ինչ է հայտարարում, կամ Մակրոնը ինչ է հայտարարում։ Ես մի բան գիտեմ եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ մեր արցախցի քույրերը եւ եղբայրները գիտեն, որ Հայաստանն էր Արցախի անվտանգության երաշխավորը եւ մեր ակնկալիքները, մեր բոլորի ակնկալիքները եւ սպասումները եւ պահանջները պետք է լինեն բնականաբար մեր երկրի ղեկավարից։ Այս դեպքում վարչապետի պաշտոնը զբաղեցնում է Նիկոլ Փաշինյանը։ Այդ նույն տրամաբանությամբ կարող են Ղրիմն էլ ճանաչել։ Նկատեցինք, որ Փաշինյանի տեղաշարժը վերջին շրջանում եւ Հայաստանում եւ Հայաստանից դուրս դժվարացել է։ Նրան անդադ դիմավորում են սյունյաց ողջույններով, մասնավորապես իրեն անվանեցին Ղարաբաղը հանձնող Ռուսաստանում, բայց դա այնտեղ օրենքը իր ձեռքում չէր, կալանքի չէր կարող տանել ինչպես Հայաստանում։ Այսա ինչ ազդեցություն է թողնում մեր երկրի վարկանիշի վրա։ ՀՀ քաղաքացու աչքերով սա ինչ է, ինչ պիտի զգա քաղաքացին, տեսնելով թե ինչպես են իր երկրի ղեկավարին դրսում դիմավորում, նաեւ Հայաստանում։ Ես առհասարակ անկախ իմ ունեցած վերաբերմունքից Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, ես ինձ լավ չեմ զգում, երբ որ իմ երկիրը ներկայացնող մարդուն օրինակ Ադրբեջանում նվիրված երգ է հնչում կամ Ադրբեջանի նախագահը ամենատարբեր որակումներն է օրինակ տալիս Նիկոլ Փաշինյանին։ Ես դրանք երբեք անգամ
թիրախավորելու համար այս իշխանություններին երբեք չեմ կրկնում։ Դա ինձ համար վստահաբար հաճելիներից չի, բայց մյուս կողմից կա իրականություն, որից հնարավոր չէ փախչել, եւ դա այն իրականությունն է, որը ստեղծել է Նիկոլ Փաշինյանը։ Իրականություն, որտեղ ինքը չի ուզում գտնվել եւ չի ուզում տեսնել այդ իրականությունը, բայց այդ իրականությունը ամեն օր ապտակում է իրեն, ոչ միայն ապտակում է Հայաստանի Հանրապետության սահմաններում, դա կլինի սրճարանում, դա կլինի մետրոյի վագոնում, դա կլինի կառավարության մոտ կամ փողոցում պարզապես քայլելուց, դա նաև տարածվում է երկրի սահմաններից դուրս եւ մեր բազմաթիվ քաղաքացիներ իրենց դժգոհությունն են նաև այդ կերպ փորձում արտահայտել, իրենց ցասումն են փորձում այդ կերպ արտահայտել այն բոլոր քայլերի եւ գործողությունների, այն բոլոր աղետներին ի պատասխան, որ բերել է Նիկոլ Փաշինյանը, բերել է ის իշխանությունը, եւ ես կարծում եմ, որ որքան էլ Նիկոլ Փաշինյանը հիմա փորձում է կոտրել այդ կարծրատիպը, որ ինքը նույնն 2018 թվականի չսափրված, չլվացված, ժողովրդի ծոցից դուրս եկած Նիկոլ Փաշինյանն է, իրականությունը բոլորովին այլ է, իրականությունը այն է, որ ինքը իրականում մարդկանց եւ երկրին եւ ժողովրդին նայում է իր 10-ից ավել մեքենաների պատուհաններից եւ փորձերը ցույց տալու եւ թարմացնելու մարդկանց մոտ այդ հեղափոխական 2018 թվականի այսպես հիշողությունները միանշանակ չեն կարող հաջողության պսակվել, որովհետև մարդիկ արդեն 8 տարուց ավել է տեսնում են, թե ինչ աղետներ ա բերել այս իշխանությունը եւ ես հուսով եմ, որ նաեւ ինչու ոչ վստահ եմ, որ երրորդ անգամ Նիկոլ Փաշինյանը այլևս չի զբաղեցնելու երկրի ղեկավարի պաշտոնը եւ այն բոլոր աղետները, այն բոլոր վտանգները, որոնք մենք կանխատեսել ենք այս տարիների ընթացքում, նաեւ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո հնարավոր կլինի կանխել, իսկ դա հնարավոր կլինի կանխել միայն մեկ դեպքում, եթե իշխանության չլինի Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն։ Տիկին Խաման, դուք խոսեցիք այն իրականություններից, որոնց ամեն օր եւ ամենտեղ թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս բախվում է Նիկոլ Փաշինյանը։ Ի տարբերություն Մոսկվայի, դե Հայաստանում իրեն թթու խոսք ասողներին շատ արագ տանում են կապանքի։ Այդպիսի մի իրավիճակ եղավ մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում, երբ կրկին անգամ բախվեց այդ իրականությունը, որտեղ իրեն չէին ընդունում, իրեն չէին հարգում, իրեն չէին սպասում։ Եվ 18-ամյա երիտասարդը դեռ անգամ դպրոցը չավարտված, կարելի ասել դարձավ Նիկոլ Փաշինյանի հերթական զոհը։ Այս իրավիճակին դուք ինչպես եք նայում, ինչ գնահատական եք տալիս։ Ես չգիտեմ որևէ adekvat մարդ, որևէ այլ գնահատական կարող է տալ այս իրավիճակին, քան այն է, որ այս ամեն ինչը աբսուրդ է իրականում։ Երեք նայում էի իր ճեպազրույցը լրագրողների հետ եւ ասում է՝ ես չեմ տեսել, ես չեմ լսել, ես չգիտեմ ինչ եղել, ես ինչ կապ ունեմ դրա հետ, ցանկացած իրավիճակ, որը չի բխում իր շահերից եւ որտեղ ինքը չի կարող այսպես դիվիդենդներ, որոնցից չի կարող քաղել, ասում եմ, ես ոչ տեսել եմ, ոչ լսել եմ, ոչ կապ ունեմ։ Նույնը հիշում եք Սոնա Մնացականյանի դեպքի հետ կապված, ասում եմ, ես ինչ կապ ունեմ, ես մեքենայի մեջ նստած էի, ես վարչապետն էր այդ մեքենայի մեջ նստած, ես այդ վրաերթի հետ ինչ կապ ունեմ։ Բայց վրաերթից անմիջապես հետո իրենք էլ են չէ հաստատել, որ տեսել են, որ վրաերթ է տեղի ունեցել եւ անգամ չեն կանգնել եւ օգնություն չեն ցուցաբերել Հղի Սոնա Մնացականյանին։ Այսինքն ցանկացած իրավիճակ, որը իրեն ձեռնտու չի, ոչ տեսել է, ոչ լսել է։ Եթերից առաջ կարդացի, որ Դավիթին տեղափոխել են արդեն Աբովյան քրեակատարողական հիմնարկ, իբր որ կարողանան ապահովել իր ուսումը, քան որ դեռ չի ավարտել ըստ էության դպրոցը, ես չգիտեմ, ես բառերով չեմ կարող նկարագրել այն ինչ հիմա տեղի ունենում մեր երկրում, այն անհանդուրժողականությունը, այն մթնոլորտը, այն սադրիչ մթնոլորտը, որ ստեղծել են այս իշխանությունները եւ առասարակ եթե դուք տեսնեք կադրերի մեջ, նախ ահավոր անհասկանալի, անկառավարելի իրավիճակ է ստեղծվել։ Այսինքն գնահատել թե այդ տղան ինչա գնացել այդ քայլին ոչ միանշանակ է եւ մայրն էլ պնդում է որ հերմշտոցի ժամանակ փորձել է
տեղ ազատել իր համար։ Եվ այս պայմաններում ներողություն մենք ասում ենք, չէ՞, կադրերում ինչպես Փաշինյանի անվտանգության հարվածում, այո, հարվածում, հետո իրանք ասում են, որ իրականում դա պատասխան հարված է եղել նրա, որ Դավիթը ինչ որ իր անետել, բայց ուրիշ հարց էստեղ եկեք քննարկենք։ Դու տեսնում ես, որ եկեղեցին լիքն է, տեսնում ես, որ մարդիկ հնարավոր չի տեղաշարժվել, առաջ շարժվել, բայց ինքը միևնույնն է փորձում է ինչ որ մի բան գտնել ու այն գնահատականները իրական շատ ծիծաղելի է իշխանության ներկայացուցիչների այն գնահատականները, որ սա սադրանք էր կազմակերպված ընդդիմադիր ուժերի կողմից, հետո գնացել էին այդ տղայի տուն, փորձել էին ինչ որ կապ գտնել, բնակարանում ինչ որ իրեղեն ապացույց գտնել, որը կփաստեր, որ Դավիթը կապ ունի որևէ, չգիտեմ, ընդդիմադիր ուժի հետ, որևէ քաղաքական գործչի հետ։ Պարզապես երկու եղբայրներ են եղել, երկվորյակ եղբայրներ, որոնք ինչպես իր մայրիկի խոսքից հասկացա, ամեն կիրակի մասնակցում են պատարագի եւ այդ խառնաշփոթ իրավիճակը, որ ստեղծել է իր բնավորության համապատասխան Նիկոլ Փաշինյանը, արդյունքում եղել է այն, ինչ որ եղել է։ Եվ մենք տեսնում ենք, որ 18 տարեկան երիտասարդին որևէ այլ խափանման միջոց չեն գտել, որևէ այլ խափանման միջոց չեմ քննարկում ինչու է գործը հարուցվել, ինչի չի հարուցվել, դա դնում ենք դեռ մի կողմ, որևէ այլ խափանման միջոց չեն գտել, քան կալանքն է եւ այսօր այդ տղան հիմա գտնվում է, երիտասարդը հիմա գտնվում է դպրոցում գտնվելու փոխարեն գտնվում է Աբովյան քրեակատարողական հիմնարկում, սա շատ ցավալի է եւ առհասարակ երկրում այն մթնոլորտը, որ ստեղծել են իշխանությունները, այն ատելության մթնոլորտը, որ ստեղծել են, իրականում խիստ մտահոգիչ է եւ ես կարծում եմ, որ նաեւ ընտրությունների ժամանակ մարդիկ պետքա գիտակցեն, որ հնարավոր չի այս պայմաններում, այս մթնոլորտում կառուցել ուժեղ երկիր, անվտանգ երկիր, առհասարակ դու չես կարող ունենալ անվտանգ արտաքին սահմաններ, եթե քո երկրի սահմանների ներսում չկա այդ անվտանգությունը, չկա այդ խաղաղությունը։ Այսօր ամենաշատը մարդկանց մտահոգում է այդ անվտանգային միջավայրը եւ անվտանգային միջավայրը, տեսեք, իրենք միշտ ինչով են հպարտանում, ասում են 2 տարի է խաղաղ սահմաններին, կրակոցներ չկան, բայց երկրի ներսում ինչ է կատարվում։ Երկրի ներսում դուք չեք տեսնում ինչ է կատարվում։ 40,000 Կամ ամեն օր ինչ որ, այո, կամ ամեն օր ինչ որ ցուցանիշներ են հրապարակում, 1%-ով նվազել է հանցագործությունները, չգիտեմ, ծանր հանցագործություններն է 0.2%-ով նվազել, այս ինչ հանցագործություններն է 1-2%-ով նվազել, բայց այս ընդհանուր մթնոլորտը երկրում սարսափելի է։ Սարսափելի է պարզապես։ Եվ այն թշնամանքի մթնոլորտը, որ այսօր կա մեր երկրում, բարեկամները պարզապես իրար հետ չեն խոսում։ Քույր եղբայր, քաղաքական հայացքներից ելնելով, այո, քույր եղբայր, ամուսինները իրար հետ չեն խոսում, զավակները ծնողների հետ չեն խոսում, ծնողները զավակների հետ չեն խոսում։ Ես անգամ ընտանիքներ գիտեմ իշխանական շրջանակների, որոնց ասենք օրինակ ծնողները իրենց հետ չեն շփվում, կամ որոնց զավակները չեն շփվում իրենց ծնողների հետ։ Այս պատկերը, այս կերպ հնարավոր չի այլևս։ Եվ հունիսի 7-ի ընտրություններին ժամանակ պետքա լինի նաև այդ գիտակցումը, որ այս կերպ հնարավոր չի շարունակել եւ սրա վերջը իսկապես պետք է տալ։ Բայց ԿՊ-ն օրինակ շատ վստահ է, որ ինքը 70% խփելու է, հələ դուք էլ սկի անցողիկ շեմը չեք հաղթահարելու։ Ես անկեղծ ասած չեմ հասկանում, իմ մոտ տպավորությունն է, որ ամեն մեկը մի հատ թեզ է գրում, Տարոն Չախվանը ընդեղ է մի հատ թեզ գրում, Վահագն Ալեքսանյանը ընդեղից է մի հատ թեզ գրում, չգիտեմ, Նիկոլ Փաշինյանը առավոտը սրտիկներից հետո մի հատ ինչ-որ նոր թեզ է մոգոնում, հա, տենց բոլորը գցում են այդ չաթ, այդ թեզերը, հետո ամեն մեկը մի թեզ օգտագործում է ու արդյունքում մեկ ամբողջական պատկեր չեն ստանում։ Իրենք մեկ ասում են, որ բացարձակ մեծամասնություն են տանելու, պարբերաբար ազգային ժողովում իրենց ելույթների ժամանակ հայտարարում են, որ դուք անցողիկ շեմը հաստատ չեք անցնելու, բայց եթե ոչ ամեն ելույթ, ապա գոնե ամեն երկրորդ ելույթը մեր մասին է, Հայաստան դաշինքի մասին է։ Այդ դեպքում, եթե մենք անցողիկ շեմը չենք հաղթահարում, ձեր ամբողջ քաղաքական էներգիան ինչի է կուտակում մեր մասին ելույթներ ունենալու վրա։ Ոչ միայն դրա փոխարեն, այո, ոչ միայն ելույթներ ունենալու վրա,
ամբողջ քայլերը եւ գործողությունները, ամբողջ առասակ իրավապահ համակարգը դուք ծառայեցնում եք մեր դեմ գործելուն։ Եթե մենք չենք անցնում, ինչ եք նեղություն քաշում։ Եվ հետաքրքիր է, այստեղ մի հատ նրբություն էլ կա, որ որոշ այսպես ասած ընդդիմադիրներ այդ նույն թեզերն են կրկնում, ճակերտավոր ընդդիմադիրներ, ու չես հասկանում ով է իշխանությունը, ով է անդիմությունը, կարող է այդ պոակի թեզերը իրանց հելա բաժին հասնում, որովհետև երբեմն բառացիորեն, տառացիորեն նույն բաներն են կրկնում։ Ժողովուրդ, եթե չենք անցնում, ինչ եք խառնվել իրար։ Ինչ եք խառնվել իրար, հենա չենք անցնում, էլի զբաղվեք ավելի կարևոր ձեզ համար գործերով։ Հետո իրանք ասում են, համ չեք անցնում։ Մեկը հելմա ելույթ ունենում, ասում է հնարավոր չի։ Ձև չկա, դուք չեք անցնելու հաջորդ խորհրդարան, հետո ամբողջ ելույթը մեզ ա նվիրում։ Մյուսը հելնում ասում է ժողովուրդ ջան, սրանք Գյումրի 2 են ուզում անել։ Ժողովուրդ ջան, մի հավատացեք, բոլորը հեսա համախմբվելու են, համ ասում են Հայաստան դաշինքը չի անցնելու, Ռոբերտ Քոչարյանը ոչ մի շանս չունի, հետո ասում են Գյումրի 2 են անելու, բոլորով միավորվելու են, Ռոբերտ Քոչարյանին ընտրելու են վարչապետ։ Անհասկանալի է, որ չենք անցնելու։ Քոչարյանին ո՞նց ենք դարձնելու բոլորով վարչապետ, բոլոր ընդդիմադիրներով ո՞նց են դարձնելու վարչապետ։ Իհարկե, այս ամեն ինչը կես կատակ, կես լուրջ է, այս իրենց խառնաշփոթ, այսպես թեզային քաղաքական կյանքը իհարկե զավեշտալի է, բայց ակնհայտ է, որ տարբեր սոցհարցումներով, այդ թվում նաև իշխանությունների ներքին իրականացրած սոցհարցումներով, պարբերաբար նաև ուժային կառույցներից մեկն է այդպիսի հարցում իրականացնում, միշտ է իրականացրել բոլոր իշխանությունների օրոք, իրենք շատ լավ տեսնում են պատկերը եւ տեսնում են, որ իրենք չունեն 50+ ձայն։ Ավելին, իրենք չունեն, այսպես ասած, դուստր ձեռնարկություն, ինչպես երբեմն ունեին Արամ Զավենի Սարգսյանը հայտնի Երևանի ավականում, ինչպես ընտրությունների ժամանակ եղավ, իրենք տեսնում են, որ այդ սցենարն էլ կյանքի չի կոչվում, այսինքն չունեն մի ուժ, որին կարող են անցկացնել եւ որով հնարավոր կլինի կոալիցիոն գոնե իշխանություն եւ կառավարություն ձևավորել։ Մենք հանգիստ մեր աշխատանքները ընթացքի մեջ են, քարոզարշավային, շուտով պաշտոնական քարոզարշավը նաև կմեկնարկի, բայց մինչև դրա մեկնարկը դուք ինքներդ տեսել եք, որ նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ մենք մարզային այցելություններ ենք իրականացնում, տարբեր ֆորմատի քննարկումներ, հանդիպումներ են տեղի ունենում, այնպես որ հանգիստ եղեք։ Ես կխնդրեմ մի փոքր համեմատականներ տանեք այդ մարզային այցելությունների, որ դուք իրականացնում եք նախագահ Քոչարյանի հետ, Փաշինյանի քարոզարշավի հետ։ Ճիշտ է, ինչ որ տեսանկյունից բացարձակ անհամեմատելի են, բայց քաղաքացիների արձագանքը ինչպես են դիմավորում, ինչպես են վերաբերվում, այսինքն այն ամենը, ինչ մնում է կադրից դուրս կարելի է ասել, մի փոքր ներկայացնեք, նաև համեմատեք։ Իրականում ուղիղ եթեր Նիկոլ Փաշինյանի նման չենք մտնում, դա էլ են փորձում շահարկել, ինչի ուղիղ եթեր չեք մտնում, բայց ամբողջությամբ մեկ էլ իրանից ենք վախենում։ Ես ուղղակի սարսափում եմ, ես անձամբ սարսափում եմ Ալեն Սիմոնյանից։ Բայց ամբողջությամբ այն նյութն է ըստ էության, որը որ հետո հրապարակվում է, թեպետ վերջին այցի ժամանակ, եթե չեմ սխալվում, նաև Ազատություն ռադիոկայաններ ուղիղ եթեր տվել, այսինքն լրագրողները գալիս են, բոլորը լուսաբանում են, այդպիսի խնդիր չկա։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանը, քանի որ ինքը լրագրող է, մասնագիտությամբ ես էլ եմ լրագրող, բայց իր պարագայում ես էլ եմ մասնագիտությամբ լրագրող, գիտեք, ինքը անընդհատ փորձում է ինչ-որ այսպես նիշ սահմանի, ինչ-որ նշաձողի է փորձում ամեն անգամ ինքը նոր հասնել, ինքը ուզում է ինչ-որ կարծրատիպեր կոտրի, ինքը իր մասին տարածված այդ կարծիքները փորձում է ամրացած կարծիքները, իրական կարծիքները իրականում հայտնի է, չէ՞ որ որևէ մեկի համար վիճարկման առարկա չի, չէ՞ որ ամենամեղմ ձևակերպումն եմ տեսեք տալիս, ուրիշ որակում չեմ տալիս։ Իր իշխանության օրոք ենք, չէ՞ մենք Արցախը կորցրել։ Սա ամենամեղմ ձևակերպումն է։ Դա հայտնի իրողություն է, ինչ ուզում սարա։ Քո իշխանության օրոք ոմանց կարծիքով դավաճանական, ոմանց կարծիքով ապաշնոր կառավարման արդյունքում մարդկանց կարծիքներ իրականում տարբեր է։ Ամեն մեկը մի կարծիք ունի, թե ինչի այդպես եղել, բայց փաստը, որը պատմության դասագրքերում էլա գրվելու,
իր իշխանության օրոք ենք մենք կորցրել։ Հիմա ինքը փորձում է այդ կարծրատիպերը կոտրել, իր մասին պատկերացումները փորձում է փոխել, փորձում է մարդկանց հիշեցնել, ինչպես արդեն զրույցի սկզբում ասեցի, որ ինքը նույն տղեն է, այն 18 թվականի Նիկոլն է ինքը, բայց շատ արհեստական է իրականում դա լինում, բայց ձեր բուն հարցի մասով բավականին ջերմ են անցնում հանդիպումները եւ մեր հանդիպումների ժամանակ էլ մենք տեսնում ենք, որ մարդիկ իրականում հիշում են այն աշխատանքը, որտեղ իրենք ապրում են այդ քաղաքում, իրենք տեսել են Ռոբերտ Քոչարյանի արած գործը, իրենք տեսել են Նիկոլ Փաշինյանի արածն էլ։ Հա, ասֆալտ գցել են, բայց Ռոբերտ Քոչարյանի ժամանակ այնպիսի ենթակառուցվածքներ է կառուցվել, որ այս իշխանությունների օրոք չի կառուցվել այդ ամեն ինչը։ Մարդիկ այդ ամեն ինչը համեմատում են, դեռ չեմ ասում, որ սրանց ասֆալտը հալվում գնում է։ Այսօր քաղաքում ես մեքենայով եկել եմ ձեր ստուդիա, փոստերը լցված չեն։ Ինձ մեկը կարա բացատրի, Տիգրան Ավինյանը, երբ որ Նիկոլ Փաշինյանի հետ զվռնում է, այդ փոստերը լցնելու փոխարեն, դրա պատասխանը ով պետքա տա։ Քաղաքացիները տեսնում են, չէ՞։ Տեսնում են, որ տարեկան 4 անգամ նույն ճանապարհը քերում են, հարթեցնում են, քերում են, հարթեցնում են, ու ամեն 2 կաթիլ անձրևից հետո դառնում են, չգիտեմ ինչ, ջրափոսեր ու լճեր, արդեն մարդիկ հումորներ են անում այդ ջրափոսերի հետ կապված ու փոսերի հետ կապված, եւ առհասարակ մարդիկ ահռելի վնասներ են կրում, մեքենաների անվադողներն են վնասվում, առհասարակ մեծ վթարներ է տեղի ունենում։ Մարդիկ այս ամեն ինչը տեսնում են, չէ՞։ Ես ամենապարզ օրինակն էի բերում, ամենակենցաղային, այն ամենապարզագույն օրինակը, որը առնչվում է յուրաքանչյուր քաղաքացու, չէ՞։ Ամեն քաղաքացի տնից գնում է աշխատանքի, ու այդ ճանապարհով գնում է, չէ՞։ Ու երբ որ իրենք գովում են իրենց կառուցած ճանապարհներ, ուզում ես հասկանալ ինչն է զգովում։ Փոսերն ես գովում, թե այդ գոյացած լճերն ես գովում։ Ու այս պայմաններում մարդիկ շատ լավ հիշում են, մարդիկ կիսվում են իրենց տպավորություններով, մարդիկ կիսվում են իրենց հիշողություններով։ Մի շատ կարևոր արձանագրում եմ ուզում անել, որ քաղաքացիների հետ շփումների ժամանակ տեսնում ես, որ այն քարոզչությունը, որը որ շուրջ 2 տասնամյակ կարող եմ արդեն փաստել, 2008 թվականից սկսված, որ իրականացվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, չեմ ասի, որ ամբողջությամբ, բայց աստիճանաբար տեսնում ես, որ հոդս է ցնդում այդ քարոզչությունը։ 18 տարի մարդկանց ուղեղը փորձել են լվանալ։ Ինչ ասես չեն հորինել Ռոբերտ Քոչարյանի մասին։ Բայց մարդիկ հիմա տեսնում են իրականությունը։ Տեսնում են, որ այն ամեն ինչը, ինչ որ ասում էին, ճիշտ չի, որտեվ հնարավոր չի թաքցնել երկար ժամանակով ճշմարտությունը, բայց հնարավոր էլ չէ երկար ժամանակով մարդկանց հիմարի տեղ դնել, ու մարդիկ շատ լավ հասկանում են։ Ես միշտ իմ բոլոր հարցազրույցների ժամանակ մի բան եմ ասում. հիմար են բոլոր այն մարդիկ, ովքեր կարծում են, որ մեր ժողովուրդը չի հասկանում ոչինչ, չի տեսնում, չունի գիտակցություն, իրավագիտակցություն, չգիտեմ, ինչ գիտակցության մակարդակ ուզում եք ասել։ Մարդիկ շատ լավ ամեն ինչ տեսնում են ու շատ լավ ամեն ինչ հասկանում են։ Իհարկե կան մոլորված քաղաքացիներ, կան մարդիկ, ովքեր մինչև հիմա Նիկոլ Փաշինյանին հավատում են։ Կան մարդիկ, ովքեր Նիկոլ Փաշինյանը, չգիտեմ, ինչ որ ընդդիմադիրի, եթե ուղիղ եթերում օրինակ ուտի, իրանք դրան էլ արդարացում կկարողանան գտնել։ Այդպիսի մարդիկ էլ կան։ Բայց ես ըմբռնումով եմ մոտենում նաև այդ մարդկանց։ Ամեն մեկը ունի, չգիտեմ, իր ճաշակը, իր քաղաքական ճաշակը ունի, իր մտածելակերպը ունի, բայց այն որ մարդկանց մոտ ես տեսնում եմ փոփոխություն եւ տեսնում եմ նաև 2021 թվականի հետ համեմատած, դա կարծում եմ ակնհայտ է եւ ես կարծում եմ, որ դա խորհրդանական ընտրությունների ժամանակ հստակ արձանագրվելու է։ Տիկին Խաման, դուք էլ խոսեցիք այն մասին, որ անընդհատ թիրախավորում են նախկիններին, ընդդիմությանը, ամեն ինչ բարթելով այդ թևի վրա, այսինքն մեղավոր են բոլորը, բացի իրենցից, այսպեսի Չէ, մեղավոր են բոլորը, բացի Նիկոլ Փաշինյանից։ Հա, նույնիսկ իրենց թիմն է դե հա։ Պետք եղած ժամանակ մեղավոր բոլորը մեղավոր են։ Մեղավոր էր նաև Աննա Հակոբյանը, բայց Նիկոլ Փաշինյանը մեղավոր չէր։ Բոլորը մեղավոր են, բացի Նիկոլ Փաշինյանից։ Այդ խնդրում եմ ֆիքսենք։
Մի հետաքրքիր դրվագ եղավ երեք Ալեքսան Ալեքսանյանը, երբ որ տեսանյութ հրապարակեց ներկայացնելով Արարատ Միրզոյանի դղյակը, ի պատասխան մենք տեսանք Արարատ Միրզոյանի գրառումը, որտեղ որպես արդարացում կրկին մեղադրանքների նախկինների հասցեին եւ մի շատ հետաքրքիր խոսք մենք հայտարարագրել ենք։ Այսինքն կարանք թալանենք, կարևորը հայտարարագրենք։ Օրինականացված թալան են անում։ Տեսեք, այդ հայտարարագրելու հետ կապված ամեն ազգային ժողովի նիստի ժամանակ որևէ այլ փաստարկ չունենալով սեփական գործողությունները բացատրելու իշխանական падգամավորները իրենց ելույթների ժամանակ խոսում են Ռոբերտ Քոչարյանը այդ թիվն էլի դեպ չգիտեմ որտեղից են վերցրել, որտեղից Ռոբերտ Քոչարյանին 200 միլիոն հայտնի խոսք է, գիտեք, իշխանական падգամավորների ելույթներից վստահաբար ծանոթ եք, այնքան են ասել մեր քաղաքացիների այսպես գիտակցության մեջ էր, քանի կար 4 միլիարդ էր, 10 տարի 4 միլիարդ է ներառ, իմ ասում ինչ է 200 միլիոնը, էդ էլ հայտնի չի, թե ինչ հաշվարկներ են արել։ Իհարկե դատական նիստերի ժամանակ երկրորդ նախագահը նաև սրան անդրադարձարել է եւ վստահ եմ, որ դատական նիստերի ժամանակ ավելի մանրամասն անդրադարձ կարվի, բայց Ռոբերտ Քոչարյանն էլ է հայտարարագիր ներկայացրել։ Բոլորն էլ հայտարարագիր են ներկայացրել։ Այսինքն հայտարարագիր ներկայացնելը արդարացնում է այն ունեցվածքի կուտակումը, որոնք իրենք փորձում են այսպես հմտորեն թաքցնել, կամ օրինակ ազգային անվտանգության ծառայության տնօրենին հարցնում ենք, ձեզ որտեղից այդ $500,000 արժողությամբ տունը Վահագնի թաղամասում, գիտեք ինչ է պատասխանում։ Ասում է դա անձնական հարց է։ Լուրջ, ու դա բերձեռք է բերել, եթե չեմ սխալվում, պաշտոնը ստանձնելուց անմիջապես առաջ կամ հետո, երբ որ արդեն ինքը պաշտոնյա է եղել, կամ էլ ԱԱԾ-ի տնօրենի տեղակալ էր դեռ այդ ժամանակ։ Ասում է դա անձնական հարց է։ Այսինքն ձեր դեպքում դա անձնական հարց է։ Ձեր դեպքում արդարացումը, որ մենք հայտարարագիր ենք ներկայացնում եւ որևէ այլ պարտավորություն չունենք ներկայացնելու։ Ձեր դեպքում արդարացումը, որ դե աշխատել ենք, հիփոթեկով ենք ձեռք բերել եւ այլն տարբեր հիմնավորումներ են բերում։ Իրենց դեպքում դա փաստորեն արդարացի է, իսկ այլ անձանց պարագայում դա թալան է։ Նախկինների մասով Նիկոլ Փաշինյանն արդեն 8 տարի է իշխանությանը։ Եվ ես վստահ եմ, որ 2 ամիս հետո ինքը դառնալու է նախկին։ Ու առհասարակ, անգամ այս պայմաններում ինքը նախկին է։ Իրենից նախկին գոյություն չունի։ Եվ անհասկանալի է այդ թեզը, որ հիմա էլ, ինչպես 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ փորձում էր հիմնավորելով ձայներ հավաքել իր համար։ Նիկոլ Փաշինյանից նախկին ես չեմ ճանաչում եւ առհասարակ ես կարծում եմ, որ սրանք դեռ ծաղիկներն են եւ իշխանությունների կուտակած առելի ունեցվածքը դուք հիշում եք նույն Հայկ Կոնջորյանի մասով էլ հետքը մեծ հրապարակում էր արել։ Ես հիմա պետք է այսպես պարզապես մտաբերեմ, թե ում մասով նման հրապարակում չի եղել։ Նույն Հայկ Կոնջորյանի մասով էլ հրապարակում էր եղել, բավականին ծավալուն, որ շուկայականից բավականին էժան գնով, այո, առանձնատուն էր գնել եւ բազմաթիվ ուրիշ դեպքեր կան, կամ օրինակ պաշտոնյաներից մեկի, օրինակ թոշակառու ծնողները, որ մեծ վարկ էին ձեռք բերել։ Ես չգիտեի, որ Հայաստանի Հանրապետությունում թոշակառու մարդուն, որը չունի փաստորեն որևէ եկամտի աղբյուր, բացի իր մի քանի 10,000 դրամ թոշակն է, կարելի է մի քանի միլիոնի վարկ տալ։ Եվ բազմաթիվ այսպիսի օրինակներ կան։ Բայց այս բոլոր բացահայտումները իրենք թալանչի են, ես վստահ եմ, որ իրենք թալանչի են, եւ ես վստահ եմ, որ այս բոլոր բացահայտումները ծաղիկներ են, հետո պարզելու ենք, որ շատ ավելին են իրենք թալանել։ Պարզապես գուցե ձևերն է ուրիշ, քան նախկինում եղած վատ բարքերի դեպքում, վատ պաշտոնյաների, կոռումպացված պաշտոնյաների դեպքում էր, որևէ մեկը թող չկարծի, թե ես արդարացնում եմ նախկին ժամանակահատվածը, նախորդ իշխանությունները եւ ասում եմ, որ բոլորը ամբից էին
Չէ, այդպիսի բան չկա։ Բայց այդ նույն պաշտոնյաների մասով էլ բազմաթիվ հարցեր կան։ Օրինակ պաշտոնյաներից մեկը 30 միլիոն դոլար էր կարծեմ փոխանցել 19 թվականին, եթե չեմ սխալվում։ Մենք չիմացանք այդ 30 միլիոն դոլարը վերջը բյուջե գնաց, որտեղ գնաց Նիկոլ Փաշինյանի գրպան գնաց, որտեղ այդ փոխանցումը տեղի ունեցել։ Կամ օրինակ Նիկոլ Փաշինյանը, որ 18 թվականն էր հենց, ասում էր, որ գործարարները ինձ ասել են, որ իրենք ճամպրուկով հող են տարել Բաղրամյան 26։ Այն ժամանակ նախագահական համակարգ էր, նախագահ Բաղրամյան 26-ում էր նստում։ Ասում է ինձ գործարարներն են ասել։ Ես հարցում եմ ուղարկել գլխավոր դատախազություն, թե արդյոք այդ հայտարարության հիման վրա գործ հարուցվել է թե ոչ, եւ պարզվում է, որ չի հարուցվել։ Հիմա ես երկու հետևություն եմ անում։ Կամ Նիկոլ Փաշինյանը ստել է եւ այդպիսի դեպքեր չեն եղել, եւ այդպիսի գործարարներ չեն եղել, որոնք ճամպրուկով փող են տարել Բաղրամյան 26, ինչպես ինքն էր պնդում, կամ էլ այդ գործարարները այդ ճամպրուկով փողը արդեն տանում են կառավարություն իրեն։ Նիկոլ Փաշինյանը սիրում է կեղծ օրինակներ բերել։ Կառավարության նիստում կհիշեք, որ մի քաղաքացու օրինակ էր բերում, ասում էր խաղացելա, կրվելա, ծախելա, խմելա, զանգելա ինձանից, չգիտեմ, տուն ա ուզում, գումար ա ուզում կառավարությունից, եւ մենք հարցում ուղարկեցինք կառավարություն, ասացինք խնդրում ենք տրամադրել այդ քաղաքացու տվյալները, ուզում ենք օգնենք։ Ասացին, որ նման քաղաքացի գոյություն չունի, այդ ուղղակի օրինակ է որպես ներկայացրել։ Հավաքական։ Չէ, բայց դա ինքը փաստացի ասում է, որ այդպիսի գործարարներ կան, որոնք ինձ ասել են, որ ճամպրուկով փող են տարել։ Դե այստեղ երկու տարբերակ կա, այո, կամ ձեր ասած ստելու տարբերակն է, որ ստում է, կամ էլ երկրորդ տարբերակ։ Ես երկրորդ տարբերակին եմ հակված, որ հիմա էլ են տանում, ուղղակի հիմա տանում են, բայց իրեն են տանում։ Այդ երկու տարբերակից երրորդ տարբերակ այլևս գոյություն չունի։ Իդեպ շատ տարօրինակ է, որ չի էլ հարուցվել գործ։ Պաշտոնական պատասխանն է դատախազության։ Իսկ միլիոնների պարգևավճարները արդյոք կարող ենք անվանել օրինականացված ընտրակաշառք։ Ես որ ասեցի, որ սրանք մի քիչ ուրիշ ձևի են, այսպես ասած, թալանում, հենց դա նկատի ունեի։ Օրինակ թալանի ձևերից մեկը մեկանցից գնումներն է, որոնք էական աճ են արձանագրել։ Հիմա փորձում են այսպես սրբագրել իրենց նոր օրենք ընդունվել, որ պաշտոնյաների անմիջական, այսպես ասած, ազգականները չեն կարող մասնակցել պետական գնումներին։ Դա մեկ, դա ահռելի քանակի պարգևավճարներն են։ Այսինքն, այո, այսպես փորձում են իրենք հիմա օրինականացնել։ Այն ժամանակ թալանի այլ ձևեր գոյություն ունեին, այդ դրսևորումներ կար։ Հիմա դա օրինական է, այսինքն հիմա իրենք նստած են բյուջեի վրա, կամ որ այդքան հպարտանում են, չգիտեմ, այսքան միլիարդ դրամի փող ենք, թալանացիներից փող ենք հետ բերել պետական բյուջե։ Եռակի, քառակի շատ, միայն մեկ տարվա ընթացքում պարգևավճար է բաժանվել։ Այսինքն թալանածը բերում են, ժողովրդին տալու փոխարեն իրար մեջ են բաժանում։ Եվ դա մարդիկ տեսնում են։ Հետո ասում են, որ թոշակառուները չգիտեն 10,000 դրամը ոնց ծախսեն։ Ու տեսնում են, որ ինչ մեծ բողոքի ալիք է բարձրանում թոշակառուների շրջանում եւ ոչ միայն թոշակառուների շրջանում, նաեւ թոշակառուների զավակների շրջանում, որտեղ պարզագույն արժանապատվության հարց է, չէ՞ դա։ Մարդով տարիներ շարունակ վաստակ ունի, աշխատել է, աշխատանքային փորձ ունի։ Դու իրեն ասում ես 10,000 դրամը դե ոնց են ծախսելու, հետո հասկանում ես, որ լավ ձևակերպում չէր, կարող է անդրադառնալ քո չեղած վարկանիշի վրա, առավոտյան արթնանում, ասում է Ժորժ ջան, այսօր որոշել եմ 10,000 դրամով թոշակները բարձրացնում ենք։ Ես ասել եմ միջև ընտրություններ, դուք սպասեք, որ այդ ջրափոսերի մեջ Նիկոլ Փաշինյանը պալմաներ է աճեցնելու քաղաքացիներին դուր գալու համար։
Այ գալիք ընտրություններից այս ամենի կոնտեքստում ինչ սպասելիքներ ունեք եւ ինչ անօրինությունների մենք դեռ կարող ենք ականատես Մենք լինել։ շատ անօրինականությունների ականատես ենք լինելու։ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անելու է։ Իդեպ նաև, չգիտեմ, մարդիկ կարողացան նաև իրենց համար հետևություն անել, հատկապես քաղաքական դաշտի, թե ինչի Նիկոլ Փաշինյանը այդպես հստակ ցույց տվեց, որ որևէ մեկին չի խնայելու Դավիթի օրինակով, 18-ամյա երիտասարդի օրինակով, ինքը փորձում է ցույց տալ, որ ոչ մի բանի առջև ինքը չի կանգնելու։ Ոչ մի բանի առջև չի կանգնելու եւ որևէ մեկին չի խնայելու եւ ցանկացած ապօրինություն գործելու է վերարտադրվելու համար։ Ինքը ամեն ինչ անելու է, որպեսզի վերարտադրվի։ Այս պայմաններում ես շատ կարևոր երկու արձանագրում եմ ուզում անել։ Մեր քաղաքացիները նախ պետքա արձանագրում 1 չլսեն բոլորեն իբր ընդդիմադիրներ, ինչակերտավոր, ովքեր փորձում են մարդկանց համոզել, որ իրենց ձայնը ոչինչ է, որ միևնույն է ամեն ինչ որոշված է։ Իդեպ այդ շատ հայտնի գործելավոճ է, նախորդ իշխանությունների ժամանակ էլ էին այդպես անում, մարդկանց համոզելու համար, որ միևնույն է այս իշխանությունները ընտրված են հանգիստ եղեք դուք, ձեր ձայնը որոշիչ չի եւ ոչինչ չի կարող փոխել։ Որևէ մեկին թող չլսեն, թող վստահ լինեն, որ իրենց ձայնը, իրենց մեկ ձայնը անգամ մենք մի քանի թիմ ընտրություններ ենք ունեցել, որտեղ մի քանի տասնյակ ձայնը որոշիչ է եղել անցողիկ շեմ հաղթահարելու կամ անգամ իշխանություն ձևավորելու հարցում։ Պետք է գիտակցեն, որ իրենց ձայնը շատ կարևոր է եւ շատ կարևոր է, որ իրենք ձայն տան իրական, ռեալ ընդդիմադիր ուժին։ Մենք բնականաբար մեր ծրագրերը ներկայացնելու ենք այն աշխատանքը, որ եւս մեկ անգամ ներկայացնելու ենք այն աշխատանքը, որ իրականացվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Մենք այս տարիների ընթացքում նկատի ունեմ 21 թվականից հետո բազմաթիվ հարվածներ են կայո մեր վրա ստացել, բայց նաև անհերքելի է այն փաստը, որ նաև մեր քայլերի եւ գործողությունների ոչ միայն ազգային ժողովում, նաև փողոցային պայքարի արդյունքում է այսօր իշխանությունների վարկանիշը էական նվազել։ Ես չեմ ուզում այսպես ինքնագովազդով, մեր ուժի ինքնագովազդով զբաղվեմ, բայց ես կարծում եմ, որ դա ակնհայտ է։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի իրական պատկերը մեր քաղաքացիները առասակ նկատել եք ինքը երբ է բացվում, երբ որ շատ ջղայնացած է լինում։ Մետրոյի դեպքը ցույց տվեց, երբ որ ինքը շատ ջղայնացած է լինում, ինքը իր իրական կերպարն է ցույց տալիս։ Նիկոլ Փաշինյանի իրական կերպարն ենք ցույց տվել ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանների ժամանակ, փողոցային պայքար ենք դրսևորել, բարձրաձայնել ենք մարդկանց ամենատարբեր խնդիրներ, գուցե այո, իրավիճակը այնպեսին չի եղել, որ շատ չեն կարողացել խոսել սոցիալ-տնտեսական հարցերի մասին, որտեվ շատ ավելի մեր կարծիքով անվտանգային այո խնդիրներ ենք ունեցել եւ ավելի դրանց վրա ենք կենտրոնացած եղել։ Արցախի մասին ենք ահազանգել։ Այո, հարվածներ ստացել ենք, բայց նաև ես կարծում եմ, որ մարդիկ նաև տեսել են այս 5 տարիների ընթացքում մեր գործունեությունը եւ երրորդ դրվագով բնականաբար նաև ներկայացնելու ենք այն տեսլականը, այն ծրագիրը, շուտով նաև տեղի կունենա մեր պլատֆորմի ներկայացումը, որով պատկերացնում ենք, որ հնարավոր է երկիրը դուրս բերել այս իրավիճակից, այո, հիմա խաղաղ է, այստեղ հրթիռներ չեն թռչում, հարևան Իրանում այո պատերազմ է, բայց հիմա այստեղ պատուանից այն կողմ շատ խաղաղ է, բայց այս ամեն ինչը շատ փխրուն է եւ իրավիճակը ամեն պահի կարող է սրվել եւ ես վստահ եմ, որ մենք գիտեք եւս մի պատերազմ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ ապրելու ռեսուրս, ներուժ չունենք պարզապես։ Այդ ճոխությունը, այդ շռայլությունը մենք իրոք այլևս չունենք, իսկ երկրորդ նախագահը իր փորձով, իր լրջությամբ ցույց է տվել, որ ինքը կարող է եւ դրա համար մենք ասում ենք, որ մենք միասին կարող ենք։ Մենք միասին կարող ենք երկիրը ամրացնել, կայունացնել, հաստատել իրական անվտանգություն
իրական, ոչ թե այսպես հեղեղուկ, փխրուն, այլևի քմահաճույքից կախված անվտանգություն, այլ իրական անվտանգություն ու կայունություն, եւ ես հավատում եմ ու ես վստահում եմ մեր ժողովրդին եւ իր ողջախոհությանը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։